Ժողովուրդ օրաթերթը գրում է. պետական բյուջեով Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 25 միլիոն դոլարից կարծես գրեթե ոչինչ չի մնում, մինչդեռ կայարանի բացումը դեռ շատ հեռու է իրականությունից։ 2025 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծը գտնվում է շինարարության թույլտվություն ստանալու փուլում։ Սակայն դրանից ընդամենը 2 ամիս անց կառավարությունը որոշեց նախագծի բյուջեից մոտ 300,000 դոլար ուղղել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը, օգոստոսին որոշել էր 9 միլիոն դոլար հատկացնել բնակարանների և սեփական տների էներգոարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին։ Մեկ ամիս անց էլ որոշեցին մոտ 6 միլիոն դոլար տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխելու և տրոլեյբուսներ գնելու համար։ Դեռ հարցական է, մինչ տարեվերջ ինչքան գումար կհանվի նախնական հատկացումից, սակայն հարկ է ընդգծել, որ իշխանական ևս մեկ խոստում, որ նախընտրական փուլում շահարկում էր, իրականության հետ որևէ աղերս չունի։ Աջափնյակի մետրոն չի կառուցվում խոստացված ժամկետներում։ Հրապարակ թերթը գրում է. ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու հարցը Փաշինյանի համար իդեաֆիքս է դարձել։ Որոշ տեղեկություններով նա անգամ արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպաններին է հանձնարարական իջեցրել աշխատանք տանել ՀԱԷ-ի թեմական առաջնորդների հետ, փորձել նրանց ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց իշխանության կողմը բերել։ Ասում են, որ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի հետ բանակցություններն իրականացրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նրան խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Հովնան arczepiskopos-ը վեհափառի հրաժարականը պահանջող 10 ուխտադրուժ եպիսկոպոսներից է։ Նա նոյեմբերի 23-ին ընդունելության է արժանացրել Մկրտչյանին ճոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Խառնակցությունը փաստորեն դարձել է դիվանագիտական աշխատանքի մաս։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ինչ մեքենայի հարց է քննարկվել քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Երեկ Արմնորեյեմը հայտնեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել քննչական կոմիտե Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։ Ժողովուրդ օրաթերթին իրավապահ համակարգից տեղեկություններ են հասել կայացած հարցաքննությունից, մասնավորապես թե Շահրամանյանին ինչ հարց է ուղղվել Բագրատ Սրբազանի գործով։ Հարցերից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, թե ինչպես 2024 թվականի հունիսի 21-ին Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։ Հրապարակ թերթը գրում է. ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայությունը կես տարով կրճատելու մասին պաշտպանության նախարարության առաջարկը։ Երբ հրատապ ճանաչված նախագիծն ընդունվի եւ ուժի մեջ մտնի, հունվարից բանակ զորակոչվող երիտասարդներն արդեն կծառայեն ոչ թե 2 տարի, այլ 1.5։ Չնայած ընդդիմադիրները քննադատեցին այս նախագիծը, ասելով, որ այն անվտանգային խնդիրների է հանգեցնելու, կրճատվելու է բանակի եւ ըստ այդմ սահմանպահողների թիվը, սակայն ձեռնպահ քվեարկեցին տուրք տալով պոպուլիզմին։ Գաղտնիք չէ, որ պոպուլիստական այս նախագիծն ընտրություններից առաջ բերվել է հանրության որոշ շերտերի համակրանքը շահելու համար։ Ուստի դեմ քվեարկել հիմք ընդունելով պետության անվտանգությունը կնշանակի դառնալ միստվար զանգվածի թշնամին։ Թերևս այսպես է մտածել ընդդիմությունը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Արշակ Սրբազանի կալանավորումից հետո հաջորդ փուլով Փաշինյանն անցնելու է կաթողիկոսի կալանքի հարցին, քանի որ վերջինս չի պատրաստվում զիջման գնալ։ Ժողովրդի աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած կաթողիկոսին դավաճանած սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաև հայտարարեն կաթողիկոսի հրաժարականի պահանջի մասին հանուն եկեղեցու հոգևոր կյանքի նորոգման։ Ըստ իշխանական աղբյուրների իրավապահներն աշխատում են այդ ուղղությամբ ու առաջիկայում պետք է կաթողիկոսին տանեն կալանքի։ Կհարցնեք ինչ հիմքով։ Կարևոր չէ, գլխավորն այն է, որ վեհափառ հայրապետը հայտնվի մեկուսացման մեջ, որից հետո արդեն համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը։ Եվ ամենևին էական չէ այդ նամակը իրական կլինի, թե ֆեյք։ Գլխավորը կլինի Գարեգին Բ-ի անունից հրաժարականի տեքստ եւ կաթողիկոսի հեռացման պրոցեսը կսկսվի։ Հրապարակ թերթը գրում է. ասուլիսից ընդամենը 2 օր անց եպիսկոպոսաց ժողովի շեմին ԱԱԾ-ն ձերբակալեց Մայրաթորի դիվանապետ Արշակ Սրբազանին եւ դիմեց դատարան կալանքի միջնորդությամբ, որը քննելու է տխրահռչակ դատավոր Մասիս Մելքոնյանը։ Կալանավայրերում արդեն 4 սրբազան է նստած։ Արշակ arczepiskopos-ին մեղադրում են թմրանյութերի իրացման հոդվածով, բայց անգամ մեղադրանքը դրա մասին չէ։ Իբրև թե 2018-ին կաթողիկոսի դեմ պայքարող ինչ-որ անձի ուսապարկում թմրանյութ են գտել Սրբազանի հանձնարարությամբ, բայց ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի։ ԱԱԾ
Բացա են հրավիրվում սրբազաններ, զրույցի ԱԱԾ աշխատակիցն այցելում է քահանաներին, առաջարկում պատարագի ժամանակ չհնչեցնել վեհափառի անունը։ Օրերս ոչ արմատական ընդդիմադիրներից մեկը պատմեց, որ իր գրասենյակ է այցելել մի անձ, ներկայացել որպես տվյալ տարածքի ԱԱԾ պատասխանատու եւ զրուցել իր հետ։